Կրկին ողջույն իմ YouTube-յան ընկերուհիներ, պատրաստեք ձեր մեկ գավաթ սուրճը ու միացեք ինձ միասին սրճելու եւ շատ սիրուն բաներ նայելու։ Ես պատրաստել եմ իմ սուրճի տարբերակը կապուչինո է, դուք էլ պատրաստեք ձերը ու միացեք ինձ։ Ուզում եմ սկզբից ցույց տալ այս վզնոցը, որը վաճառվել է իմ բուտիկից, մարգարտե հիանալի վզնոց է։ Սա իմ բուտիկի լոգոն է։ Երկար, բավականին երկար, կարելի է կրել երկու տակից եւ հանգույցով, ինչպես անում են շատերը։ Ապակուց մարգարիտ է, ձայնից զգում եք արդեն։ Կլասիկա ժանրը, ահա այդ դիզայնին պատկանող հրաշալի սպիտակ մարգարտե վզնոց, որը կուղևորվի իր նոր տիրոջ մոտ։ Արդեն փակցրել եմ նախապես հասցեն։ Հիմա պատրաստեմ ու ուղարկեմ։ Ապահովությունից ելնելով տեղավորենք պղպջակավոր տոփակի մեջ, ծրարի ավելի ճիշտ։ Ահա այսպես իմ ծրարը պատրաստ է, այն կուղևորվի իր նոր տիրոջ մոտ։ Այս գեղեցիկ վզնոցը, որը կոչվում է Օմեգա, նույնպես գտել է իր նոր տիրոջը։ Այս Օմեգա վզնոցները ինձ հիշեցնում են Կլեոպատրայի զարդերը։ Նման է մոտիվները, դիզայնը եւ այնքանով է լավ, որ փափուկ է այս վզնոցը եւ հարմարվում է պարանոցի ֆորմային։ Շատ էլեգանտ լոկանիկ վզնոց է, որը կզարդարի յուրաքանչյուր պարանոց եւ կհաղորդի շքեղ տեսք այդ կնոջ կերպարին։ Այստեղ նշեմ իմ լոգոն, LS-ը։ Իմ բուտիկի անունն է, LS-ը իմ բուտիկի անունն է։ Նախապես արդեն պատրաստել եմ ծրարը, փակցնելով վրան հասցեն։ Պաշտպանենք այս գեղեցիկ վզնոցը։ Պաշտպանենք վզնոցը պղպջակավոր տոփակով։ Տեղավորեմ այսպեսի թղթի մեջ, որպեսզի ավելի կոկիկ տեսք ստանա։ Եվ ապա նոր ծրարի մեջ, որը նույնպես պղպջակավոր է եւ կրկին անգամ կպաշտպանի զարդը։ Ահա այսպես իմ փաթեթը պատրաստ է։ Ահա իմ հերթական պատվերները, այս արծաթե նուրբ վզնոցը կգնա Գերմանիա, Ֆրանսիայից Գերմանիա կգնա, այս տան համար էտանից աքսեսուարը կգնա Նիս։ Այստեղ նշված է 95% էտան։ Էտանը արճիճ է, որից պատրաստվում են աքսեսուարներ, տան համար սպասք եւ այլ շատ գեղեցիկ դեկորացիաներ։ Դե սկսեցի փաթեթավորել, ինչպես միշտ։ Սա այսպես։ Տնենք իր հասցեի վրա, որ չխառնվի, եւ սա էլ այս նուրբ սրտիկը իմ LS լոգոյով կուղևորվի Ֆրանսիայից Գերմանիա։ Սա էլ այսպես։ Սա մեկ, սա երկու, այս փաթեթները պատրաստ են եւ կուղևորվեն այս փաթեթները բոլորը իրենց նոր տերերի մոտ։ Կրկին ողջույն սիրելիներ, ես մի քանի պատվերներ ունեմ, որոնք կպատրաստեմ ձեր հետ միասին, այդպես ավելի հետաքրքիր է։ Եկեք ցույց տամ, թե ինչ զարդեր են ինձանից գնել։ Ահա այս ժանյակային թիթեռը, շատ գեղեցիկ թիթեռ է, ոսկեգույն բրոշ է, թիթեռնիկ բրոշ։ Եվ այս չոկերը շատ գեղեցիկ չոկեր է։ Ահա այսպիսի գործվածքով, էլեգանտ վզնոց։
յուրաքանչյուրը իր հասցեով առանձնացրել եմ, որ չխառնեմ։ Դնենք պրպճակավոր ծրարի մեջ։ Ահա եւ վերջ։ Շատ գեղեցիկ թիթեղ է, շատ նուրբ ժանյակային աշխատանք։ Ահա եւ վերջ։ Իմ փաթեթները պատրաստ են։ Կուղևորվեն եւս մեկին երջանկացնելու։ Et voilà, այս բոլոր զարդերը կուղևորվեն իրենց նոր տերերի մոտ եւս ոմանց երջանկացնելու։ Զարդերը իսկապես հաճույք են պատճառում մարդկանց եւ այսօրվա դժվար ժամանակներում ամենակարևորը էմոցիաներն են, կարծում եմ, հաճելի պահեր, պարգևել միմյանց, ինչպես նաեւ ինքներս մեզ։